Բաղդասարյան, Նիկոլ Փաշինյանի հեռացում։ Ժողովի փոխոսնակ ձեր տեխնատություններ քննարկվելու հետո բարձ դարձավ, որ շատ դեպքերում իրականություն։ Մամուլի գրառումները իրականության հետ կապ չունեն, մենք ազգային ժողովի փոխոսնակի հարցը քննարկել ենք այսօր առավոտյան խմբակցության առաջ երբևէ քննարկել չէ, չգիտեմ մամուլի ջան։ Որոշումը խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը իրանք են իրավասու խմբակցության համաձայնագրությունը։ Ուրեմն ասեմ ձեզ, որ ազգային ժողովի նիստը ընթանում է կոպտագույն խախտումներով կանոնակարգի եւ կնյազը Հասանով չի կարողանում, իրավիճակը չի տիրապետում եւ չի կարողանում նիստը ըստ կանոնակի պահանջների կատարել։ Ես նույնիսկ իրան ուզում եմ առաջարկել, եթե տարիքին այնքան դրա տարիքն է, ինքը թոշակային տարիքի է։ Վարչապետը լայն հնարավորություններ է ստեղծել թոշակառուների համար լառնակա գնալու, ասենք ինքը կարող այսօր շատ հանգիստ անդարտ գլուխը դարդի դակ չդներ, եթե լառնակա ուրիշ падգամավոր նիստը նախագահեր, մենք դրա հետ աշխատենք։ Հիմա ազգային ժողովի կանոնակարգը սահմանում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը ունի ելույթի իրավունք եւ ինքը որ քանի դեռ ազգային ժողովի ղեկավարություն ընտրված չի նախագահ տեղակալել, ինքն է պատասխանատու նիստի ըստ կանոնակարգի պահանջների կատարման համար, այսինքն ինքը պարտավոր է ճշտի, վեհապարը հրավիրվել է թե կարող է հրավիրվել է ինքը չի եկել, չգիտեմ, ասենք այսօր Կիրակի օր է, Վահագ Հովակի մեր հակաքրիստոնեական որոշում է, չէ՞, այսօր մեզ սաղից աշխատացնում է։ Դռները փակ չէին իրար։ Չէ, ասենք այդ ինքը չպիտի որոշի, ընդհանրապես ասենք հիմա հանրապետության նախագահ գլուխ կախ եկել է, չեն հրավիրել իրան։ Արարողակարգի աշխատակիցները չեն ասել, իրան ով այդ մուտքի մոտ դիմավոր նախագահը, չէ՞, նախ սովորական ասենք չի կարող միջանցներով մանկապետի, արարողակարգի աշխատակից է, չէ՞, ով պիտի դիմավորեն, ուղեկցեն դահլիճը, դա նշանակում պատվավոր մարդկանց, այդ թվում նաև նախագահի ու վեհապարի մասնակցություն, այսինքն պետքա ճշտեին։ Միգուցե նորից եմ ասում, Կիրակի օրա, պատարագի օրա ինքը չի ցանկացել գայս, չգիտեմ, բայց Հասանով մեզ պարտավոր է պատշաճ տեղեկություն տա, ասի, որ ես ճշտել եմ, վեհապարը նպատակարար չի գտնում իր իրավունքիցով։ Հիմա դա շատ կարևոր է, դա արվել է թե չի արվել, այսինքն եթե չի արվել, այսինքն խոչընդոտ են ստեղծել վեհապարի իրավունքի իրացմանը, դա անթույլատրելի է, որը դատապարտելի է։ Երկրորդ ասեք օրինակ գրանցել կանոնակարգ հստակ ասում է, գրանցումից հետո падգամավորներն են վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք, դե շատ 30 վայրկյան է կարծեմ, թե իշքան բոլոր падգամավորները, ինքը թույլ չի տալի падգամավորները վարման։ Ասում ամեն մի քվեարկությունից առաջ падգամավորներն ունեն վարման կարգի վերաբերյալ եւ հիմա ասենք թե հաշվեկնիչ հանձնաժողովի քվեարկությունն է դրվում, ես վարման կարգի վերաբերյալ ձայն եմ խնդրում, ինչ այսինքն ակնհայտ կոպտագույն խախտումներով է ընթանում նիստը, չի տիրապետում մարդը, դե հիմա չի կարող թողնի գնա ով է։ Հումորի լավ զգացում ունեք, կմեկնաբանեք այն, որ իշխանությունները ծափահարում էին, ընդդիմադիր падգամավորների անունը երբ կարդում էին, ընդդիմությունը միայն ծափահարեց Արթուր Սարգսյանի պարագայում, սա ինչ է, այդպես փորձում են ձեզ զգուշացնել, որ այդ ծափերի ներքո դուք ձեզ դեռ խորհրդարանում կտեսնեք։ Ես չգիտեմ այդ ծափերը ճիշտ ասած կանոնակարգով նախատեսված չի, որ падգամավորները պիտի ծափ տան։ Հետևաբար թե ով ինչ էմոցիոնալ դրսևորումներ է ցուցաբերում, ես չգիտեմ։ Ես ինքս Արթուր Սարգսյանի անունը հնչելուց ծափարել եմ ոչ թե բանի համար, որ դա իմ մոտ ինչ-որ բան էմոցիաներ առաջացրել, այլ նրա կարգավիճակը։ Ես անթույլատրելի եմ, եւ այդ հարցն էլ պետք է ճշտվեր Հասանովից։ Պաստորեն ազգային ժողովի գործող 9-րդ գումարման падգամավորը հնարավորություն չունի մասնակցելու նիստի, երբ որ ես որպես 9-րդ գումարման падգամավոր դատախազի նման համաձայնություն չեմ տվել նրան խափանման միջոցը կիրառելու համար եւ падգամավորը, այսինքն ես հիմա կարող Արթուրը ներկա է լինում պարոն Սարգսյանը եւ առաջադրվում էր ազգային ժողովի նախագահի տեխնացուի, դեպի ինքը նախորդ անգամ առաջադրված է։ Չգիտեմ հիմա իրանց էմոցիաները իրանց արձակից չի։ Ուժեղ Հայաստանը հայտարարել է, որ մանդատները վերցնում են, որպեսզի եւ խորհրդարանով եւ փողոցով Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։ Կա հստակ ժամանակացույց, դուք գիտեք, երբ եք օրինակ մոտավորապես աշնանն եք հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, ձմռանը, թե եկող գարնանը։ Մենք նետած խնդիր չենք դրել ժամանակացույց կազմելու, մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել եւ առաջի հնարավորության եւ բոլոր հնարավորությունները կիրառվելու են այդ ուղղությամբ եւ առաջի հնարավորության դեպքում դա արվել է։ Ժամանակացույց չունենք։ Վստահության գործընթացն է մի տարի հետո, եթե Ոչ, նորքի առաջ ասում են այ վարչապետ կառավարության գործունեության ծրագիրը։
ուղղակի հասկանանք էլի։ Հասկացեք։ Չէ, ոնց է, ասեցիք հնարավոր։ Ասացի, առաջինը կառավարության գործունեության ծրագրի քննարկումն է։ Այդ ազգային ժողովը հավանություն չի տալի կառավարության ծրագրին, վարչապետը հեռացնում է եւ ազգային ժողովը ընտրում է նոր վարչապետ։ Դա առաջին հնարավորությունն է այդ ժամանակ։ Չգիտեմ, չեմ խոսել այդ ներքին, երբ որ ծրագիրը քննարկվի կերևա։ Քանի որ խախտումներից խոսեցիք, նաև վեհապարին չհրավիրելու կամ չգիտեմ, պատշաճ ճետարարող կարգը չպահպանելու հետ կապված ինչ որ քայլեր որպես պատգամավոր ձեռնարկելու եք այս խախտումների ուղղությամբ, նաև վեհապարի մասին։ Կարծում եմ մենք խմբակցությունը քննարկsak օգտագույն խախտում է կանոնակարգի եւ չի կարա ազգային ժողովի նիստը սկսի հենց կանոնակարգի օգտագույն խախտումներով։ Կարծում եմ որ մենք խմբակցությունը քննարկենք եւ այդ թեմա, այսինքն դա անհատական պատգամավորի տիրույթում չի էլի, խմբակցությունով կարծում եմ դիրքորոշում կունենանք։ Ղազարյան, դուք փոշմանում եք ձեր այն հայտարարության համար Սակրավորի պայթունի ռումբի թեմայով, որ արել եք եւ մեծ աղմուկ էր բարձրացած, ասում եք ով մտնի հանի այդ բանը, ռումբը թող պայթի, ինչ կասեք։ Դա Հայի մահ էիք ցանկանում։ ոչ, նման բան գոյություն չունի։ Դե Սակրավորը հայ է, որ պետք է հաներ։ Պատասխանեմ։ Ուրեմն այդ կապակցությամբ մի շարք պատգամավորներ, եթե ազգային ժողովի նախագահի հավակնորդը տեսանյութ ինձ իմ ասեն անձնական վիրավորանքներ հնչեցնելով եւ այլն, ինչի կապակցությամբ ես պատրաստում եմ քաղաքայցով առաջիկայում դատի տալ վերջնաժամկետը կարծես վաղն է, անպայման կտամ այդ հայցը, որովհետեւ նրանք Ռուբինյանին վիրավորանքի եւ զրպարտության համար, որովհետեւ այն տեսանյութը, որ իրանք մի հատվածը ընդամենը տարածում են, դա հայելի ակումբում 2024 թվականի իմ խոսքից է հատված այն նույն ժամանակած, եթե նայեք կադրերի հետևի մասում Սրբազանի քայլերթից կադրեր կան, այսինքն Սրբազան շարժման ժամանակաշրջանը եւ ինչ էր տեղի ունեցել այդ ժամանակ, հանձնարարականն էին տվել հայ սակրավորներին, որպեսզի նրանք այն տարածքները, որոնք հանձնելու են Ադրբեջանին, այդ 4 գյուղերը հարակից տարածքներ, ականազերծեն, նոր հանձնեն Ադրբեջան։ Եթե հիշում եք, ՊՆ-ն նաև հայտարարություն անով, որ հեսա պայթյունները լնելու ոչ բացի ականները պիտի պայթեցնեին, որ նաև թուրքերը լսեին դրա ձայնը։ Ես մինչև այդ հարցազրույցի ժամանակ դիմում եմ մեր սակրավորներին, ասում եմ՝ սիրելի զինվորականներ, սիրելի սակրավորներ, ձեր խնդիրը այդ տարածքները ականապատելն է, ոչ թե ականազերծելն է։ Դուք իրավունք չունեք ապօրինի հրաման կատարելու։ Եթե ձեզ ուղարկում են տարածք, դուք կարող եք նաև տարածք ականազերծեք, եթե դա մեր զինվորների հետագա ռազմական գործողությունների կամ գյուղացիների համար է, որ այդ հողերը մշակեն։ Ձեզ եթե հանձնարարում են, որ դուք գնաք թշնամու առաջ ճանապարհ բացեք, որ նրանք գան մեր երեխեքին սպանեն, այդ ինչ եք անում դուք։ Դա թշնամություն է։ Իսկ թշնամություն անողը պիտի պատժվի։ Այսինքն Պայթվեին, ասում եք, ասեմ նա ով որ այդ բայց ասում եմ իմաստը դա է, որ սակրավորը ինքը պիտի օրինական էր, այսինքն եթե իրան ասում են դու գնա թշնամու առաջ ճանապարհ բացի, որ ինքը գա հայերին սպանի, այդ գործողություն անողը թշնամություն անի, ինքը պիտի հրաժարվի եթե նա։ Ցանկացել եք հայ սակրավորի մահը։ Գիտեք ինչ, կա զինվորականներ, որոնք բարեխիղճ չեն կատարում իրենց պարտական, հայրենիք են պաշտպանում։ Կան զինվորականներ, ովքեր դավաճանում են հայրենիքը, օգուտ են տալի թշնամական գործողություն։ Նրանք, ովքեր դավաճանում են մեր հայրենիքը, արժանի են ամենայն պատժի, իսկ ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը։ Պարոն Ղազարյան, հիշեցրեց Բագրատ Գալստանյանի պատերի տակ գյուլելու մասին արտահայտության մեկնաբանությունը։ Նման արտահայտություն հնչել է, բայց ուրիշ Սրբազան հոր հանդեպ ձեր դիմելաձևի ոչ կոռեկտ Եպիսկոպոս Գալստանյանի մասին։ Դուք ասում եք, որ ձեզ վիրավորել են, օրինակ Ռուբինյանը, մյուսները հայցիկ ներկայացնել, բայց շատերն էլ մեղադրում են ձեզ, որ դուք եք իրենց վիրավորել Facebook-յան գրառումներով եւ այլն, եւ հիմա եթե իրենք օրինակ հարցության կամ համերաշխ աշխատելու կոչ են անում, դուք սրան ո՞նց եք վերաբերվում։ Օրինակ վերջին գրառումը դուք գրել եք, որ կա Հայաստան խմբակցություն, ուժեղ Հայաստան խմբակցություն եւ Արևմտյան Ադրբեջան, կամ դրանից առաջ օրինակ, չգիտեմ, Աննա Հակոբյանի մասին ասել եք, որ եթե գան իրեն տանեն, պետք է Փաշինյանին տանեն, պետք է իրեն քնեցնեն, նոր տանեն։ Այսպիսի բաներ կա, չէ՞, կարծում որ սա ամեն ինչը կարող է հետո հետևանքներ ունենալ։ Դա սովորական հրապարակախոսություն է եւ եթե հրապարակախոսության մեջ որևէ մեկը վիրավորանք կատարել, կարող է։ Իջա հետո ասա, որ Ալեն Սիմոնյանը իմ դեմ 3 քաղաքացիական հայցա ներկայացրել, Ռոմանոս Պետրոսյանը եւս մեկը։ Դա ինչ է նշանակում։ Այսինքն որտեղ իրենք վիրավորանք տեսնում են, հիմա Ռոմանոս Պետրոսյանը Ղազարյան versus Ղազարյան իրան վերաբերող թողարկումը նստե սղագրել է եւ որպես վիրավորանք ներկայացրել է քաղաքայց։ Ուզում ասեմ որտեղ իրենք ես չպիտի կարծեմ, լսողը պիտի, եթե որևէ մեկը համարում է, որ հնչեցված խոսքը իր հասցեն վիրավորանք, դա քաղաքացիական հարաբերություն։ Մնացած դեպքերում դա հրապարակախոսություն նորմալ է համարում։ Հրապարակ Որ ենթադրաբար կարող եք վիրավորել։ Ես վիրավորելու մտածություն չունեմ, ես ունեմ հրապարակային խոսք, որը ունի իր առանձնահատկություն։